Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Հունվարի 18-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում 2013 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ոլորտի հետ առնչվող գերատեսչությունների, պետական և հասարակական կազմակերպությունների պատասխանատուները։ Նիստի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ անցկացված հայրենասիրական դաստիարակության խնդիրներին նվիրված խորհրդակցությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, արտակարգ իրավիճակների, սփյուռքի և առողջապահության նախարարները, գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի տեղակալները, ոլորտի հետ առնչվող մի շարք պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացելով նիստը Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ ինքնաչափ կարևորում է ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ քայլերը, առավել ևս հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին սպառնալիքները։ Նախարարն ընդգծեց նաև հայրենասիրական դաստիարակության համատեքստում երիտասարդ սերնդին մեր հերոսների կյանքին և գործունեությանը ծանոթացնելու, նրանց օրինակով սերունդներ դաստիարակելու անհրաժեշտությունը։ Մեր երկրի տնտեսության, ներքին, արտաքին քաղաքականության, կրթության և գիտության, սոցիալ-տնտեսական խնդիրների զինվածուների կիրառման հետ մեկտեղ մեր ազգաբնակչության գաղափարական պատրաստականության մաս է կազմում նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը և այն ներուժը, որ մենք օգտագործում ենք վերջին տարիներին այն զարգացնելու համար, կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուր գիտակից անձնավորության համար ամենակարևոր ուղղություններից մեկը լինի, ասել է, թե արժեքները, որ ձեռք ենք բերել մենք հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում, նաև Արցախյան ուղղափայքարի ազգային ազատագրական շարժման ընթացքում պատշաճ կերպով պետք է հաղորդենք մեր մատաղ սերնդին, ապահովելով մեր երկրի ապագա զարգացումը։ Առաջինը զեկույցով հանդես եկավ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը, ով ներկայացրեց մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում 2013 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված միջոցառումներն ու ընդունված որոշումները, առկա բացթողումները շտկելու միտված նախաձեռնություններն ու առաջարկները։ Վարդան Ավետիսյանը գոհունակությամբ նշեց այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մշակվել է հայրենասիրական դաստիարակության 2014-2019 թվականների պետական ծրագրերի և միջոցառումների ցանկի նախագիծը։ Բացի դրանից հաջողությամբ իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագիրը։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության ասպարեզում իրականացված քայլերին, ապա 2013 թվականին իրականացված 21 խոշոր ծրագրերին և 70-ից առավել թիրախային միջոցառումներին ներգրավվել են 150 դպրոցների, քոլեջների և ուսումնարանի 5800 մասնակիցներ։ Մայր Հայաստան զինվորական թանգարան և Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել մայրաքաղաքի և մարզերի 120 ուսումնական հաստատությունների շուրջ 11000 սաներ, առանձին պլաններով հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ կազմակերպվել են միջոցառումներ նվիրված Հայաստանի ազգային հերոսների, անվանի զորահրամանատարների ծննդյան տարեդարձերին և զոհված ազատամարտիկների հիշատակին։ Բացի այդ, Պաշտպանության նախարարության միջոցներով գնվել և Երևանի դպրոցներին են փոխանցվել մենամարտ վարժասարքեր, վերանորոգվել են բազմաթիվ մարզահրապարակներ և հրաձգարաններ։ Որպես ցավալի և անչափ մտահոգիչ փաստ ներկայացվեց երիտասարդության շրջանում իրականացված սոցիալական հարցման արդյունքը, որի համաձայն հարցվողների մեծ մասը 57.5%-ը նշել է, որ չունի իդեալ և չի ուզում ոչ ոքի նմանվել։ Այսինքն վերջիններս չեն ոգեշնչվում մեր հերոսների, գիտնականների և ընդհանրապես որևէ գծով հայտնի մարդու արարքներով և չեն ցանկանում նրանց նմանությամբ հայրենանվեր գործերի հեղինակ լինել, ասել է, թե չեն առաջնորդվում նրանց գաղափարներով։ Այնուհետև զեկույցներով հանդես եկան ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին իրենց կողմից հաշվետու ժամանակահատվածում ընդունված որոշումներն ու իրականացված քայլերը։ Նիստի ավարտին ամփոփելով արդյունքները Սեյրան Օհանյանը նկատեց, որ զեկույցներում ընդգրկված մի շարք փաստարկներ իրապես մտահոգիչ են և կարիք ունեն անհապաղ միջամտության։
Սեյրան Օհանյանը հավելեց նաև, որ թեպետ հաշվետու ժամանակահատվածում ընդունվել եւ կյանքի են կոչվել բազմաթիվ համատեղ հրամաններ ու իրականացվել են հարյուրավոր միջոցառումներ, այդուհանդերձ հարկ է առավել ուշադրություն դարձնել իրականացվող քայլերի ոչ թե քանակական, այլ որակական չափորոշիչներին եւ դաստիարակության արդյունավետության բարձրացմանը։ Կառավարական պատրաստականությունը, հայրենասիրական դաստիարակությունը եւ նրա մաս կազմող ռազմահայրենասիրական դաստիարակությունը ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Դա երկրի ռազմական ներուժի, տնտեսության եւ նաեւ բանակի զորավարական ռեսուրսների հետ մեկտեղ մաս է կազմում։ Եվ ասում եմ, որ մատաղ սերնդի պատշաճ դաստիարակման կարող են վստահ լինել, որ մեր երկրի ապագան երիտասարդները պատրաստված են եւ մեր երկրի ապագան ամուր ձեռքերում է։ Նիստի ընթացքում տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն, որի ընթացքում ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, զինծառայողներ արժանացան տարաբնույթ խրախուսանքների։ Ձևավորված ավանդույթի համաձայն բանակի տոնի առթիվ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Նպատակը մեկն է՝ երիտասարդներին ներկայացնել զինված ուժերի արիության էջերն ու ձեռքբերումները։ Եվ ահա հունվարի 16-ին Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել էր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Հյուրընկալելով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԲՈՒՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ շրջայց կատարեց ռազմաբժշկական ֆակուլտետում։ Նախարարը տեղում ծանոթացավ ապագա ռազմական բժիշկների ուսումնառության միջավայրին։ Նա ուրախությամբ արձանագրեց, որ ԲՈՒՀ-ը ստեղծել է հիասքանչ պայմաններ զինված ուժերը բանիմաց ռազմական բժիշկներով համալրելու համար։ Պաշտպանության նախարարի այցը ԲՈՒՀ եւս մեկ նպատակ ուներ՝ բանակի տոնի կապակցությամբ երիտասարդներին ներկայացնել հայոց զինուժի պատմությունն ու ձեռքբերումները։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Սեյրան Օհանյանը հատկապես կարևորեց բժիշկների դերը հասարակության մեջ եւ զինված ուժերում։ Սկսելով ելույթը, նախարարը բանակի պատմությունը բաժանեց մի քանի փուլերի։ Չնայած հայկական բանակը ընդամենը 22 տարեկան է, այնուամենայնիվ հայկական բանակը իրականում ոչ թե 22 տարեկան երիտասարդ բանակ է, այլ մեր տարերով, մեր պատմությամբ անցած մի մեծ ռազմական փորձություն ունեցող բանակ է։ Տարածաշրջանային առումով մենք գրեթե հավասարը չունենք։ 1988-1994 ժամանակահատվածը Արցախ-Հայաստան Սփյուռք միասնության շրջափուլն է, երբ հասարակությունը միավորվեց զինված ուժերի շուրջ։ Այդ միասնության շնորհիվ Արցախյան հերոսամարտում կերտվեց հաղթանակը։ 1994-2000 ժամանակահատվածը պատերազմի հետևանքները վերացնելու շրջափուլն է։ Հաջորդը հայկական բանակի որակական առաջընթացի տարիներն են, թե ազգային, թե միջազգային ասպարեզում։ Միջազգային ասպարեզում մեր տարբեր տիպի միջոցառումների, հատկապես զորավարժությունների ընթացքում ցույց տալ, որ մենք նաև մեր հարաբերություններում ռազմական, ռազմատեխնիկական, միջազգային համագործակցության շրջանակներում ազնիվ ենք եւ նաև կարող ենք անվտանգության, խաղաղության, կայունության ապահովման խնդիրներ կատարել ոչ միայն մեր երկրի սահմանները պաշտպանելու, այլ նաև տարբեր իզակետերում, որտեղ որ կան անվտանգային նաև խնդիրներ։ Սեյրան Օհանյանը հատկապես ընդգծեց վերջին տարիները, դրանք անվանելով բարեփոխումների տարի։ Նա նաև ներկայացրեց ընթացիկ տարում նախատեսված միջոցառումները, որոնք զինված ուժերի զարգացման մասն են կազմում։ Մասնավորապես այս տարի Պաշտպանության նախարարությունը կրթական հաստատությունների հետ ակտիվորեն կպայքարի արատավոր բարքերի դեմ։ Բանակը զտիչ դեր կկատարի, այսինքն արատավոր բարքեր ունեցող երիտասարդները համագործակցության շնորհիվ ծառայությունից հետո բոլորովին փոխված հետ կվերադառնան հասարակություն։ Ավարտելով ելույթը Սեյրան Օհանյանը կրկին անդրադարձավ ռազմական բժիշկներին, կարևորելով նրանց անփոխարինելի դերն Արցախյան հերոսամարտի տարիներին։ Պարտական գործողությունների ժամանակ միակ ծառայությունն է, որ նաև կրկնակի ազդեցության տակ է գտնվում։ Պատասխանատվություն կրելով մեր յուրաքանչյուր զինվորի մարտական, այսպես գործ չի, որոնք որ մարտի դաշտում կռվում են, կյանքի առողջության վիրավորներին վերականգնման կորուստները նվազեցնելու հետ մեկտեղ այդ ամենը նրանք իրականացնում են մարտական գործողությունների դաշնությունների նաև կարելի ասել ազդեցության ներքո եւ այդ առումով անգնահատելի է ձեր բոլորի կատարած։ Միջոցառման վերջում Պաշտպանության նախարարը ԲՈՒՀ-ի կողմից պարգևատրվեց ռազմաբժշկական առաջին աստիճանի շքանշանով։ Հավելենք նաև, որ Սեյրան Օհանյանի հրամանով բժշկական համալսարանի մի շարք դասախոսներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու շնորհակալագրերով։
Հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում անցկացվեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Այն նախագահում էր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Աշխատանքային խումբը, որը հաշվետու է ռազմավարական վերանայումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին, պատասխանատու է գործընթացն առանձին փուլերով անմիջական իրականացնելու համար։ Նիստի ընթացքում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները աշխատանքային խմբի անդամներին ներկայացրին ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի, Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի եւ սպառնալիքների գնահատման մեթոդաբանությունը։ Ռազմավարական վերանայման ընթացիկ փուլը ենթադրում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտում, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծություն։ Նշենք, որ ամբողջ գործընթացի ընթացքում աշխատանքային խմբի վերլուծական միտքն առաջնորդվելու է ուժեղի եւ թույլ կողմերի, բարենպաստ հնարավորությունների եւ սպառնալիքների վերհանման ու գնահատման սկզբունքով։ Հունվարի 11-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնեց Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի զորախմբերից մեկը։ Նշենք, որ հայկական ստորաբաժանումը մասնակցում է այդ երկրում կայանալիք խաղաղապահ վարժանքների։ Մոտ 2 շաբաթների ընթացքում Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի զորախումբը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղակայված Հոհենֆելս ամերիկյան ռազմաբազայում մասնակցելու է նախատեղակայման վարժանքների։ Վարժանքներին մասնակցելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների, նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ գտնվող հանրապետությունների խաղաղապահ ստորաբաժանումներ։ Հայկական խաղաղապահ զորախմբում ներգրաված 75 զինծառայողները հիմնականում վարորդներ, բժիշկներ, ինժեներներ, հրաձիգներ եւ այլ մասնագետներ են, ովքեր խաղաղապահ առաքելություն իրականացնելիս կատարում են պարեկություն, բազաների պահպանություն, իրականացնում են հերթապահություն հսկիչ անցագրային կետերում։ Զորախմբի անձնակազմը լավ է գիտակցում իր առջև դրված խնդիրները, նրանք միշտ էլ կատարել են պատվով իրենց խնդիրները, ինչպես նաև այս անգամ նրանք նույնը անելու են։ Այսինքն բոլորն էլ գիտեն, որ ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, անելու են ամեն ինչ, որպեսզի լավագույնս ներկայացնեն։ Հիշեցնենք, որ 2009 թվականից սկսած խաղաղապահ բրիգադի զորախմբերը պարբերաբար մեկնում են նախատեղակայման վարժանքների, ինչպես նաև խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում եւ Կոսովոյում։ Էրեբունի ռազմական օդանավակայանից հունվարի 10-ին մեկնարկեց ռուսական ռազմական ուժերի Վիտյազների ավիացիոն խմբի ավիացուցադրությունը։ Ռուս օդաչուները Հայաստանից թռչելու են Բահրեյն, մասնակցելու BIAS 2014 ավիաշոուին։ Չնայած ցուրտ եղանակին, Էրեբունի ռազմական օդանավակայանը սովորականից մարդաշատ էր։ Ավիաթռիչքների սիրահարները շտապում էին Երևանյան երկնակամարում տեսնել ռուսական ավիացիոն խմբի Վիտյազների թռիչքային բաղադրիչները։ Շուտով Մառախլապատ երկնքում երևացին ինքնաթիռները։ Մառախուղը սակայն խանգարում էր տեսնել ավիացուցադրությունը։ Ավիախումբը թռիչքը սկսել էր մերձ Մոսկովյան Կուբինկա օդանավակայանից։ Ամբողջ թռիչքի ընթացքում նրանց ուղեկցել է Il-76 ռազմական ինքնաթիռը։ Օդաչուները Երևանից ուղղություն վերցրին դեպի Բահրեյն, այնտեղ մասնակցելու ամենամյա BIAS 2014 ավիաշոուին։ Ինչպես խմբի ղեկավար Անդրեյ Ալեքսեյիչն է ասում, նրանք մրցույթին ցուցադրելու են իրենց գլխավոր համարները, որոնք աշխարհում ուրիշ ոչ մի ավիացիոն խումբ կրկնել չի կարող։ Ինչպես նաև կլինեն թռիչքային բարդ էլեմենտներ։ Խմբի ղեկավարը նաև ավելացրեց, որ իրենց համար եղանակային ոչ մի պայման պետք է խոչընդոտ չլինի, եւ Բահրեյնից վերադառնալիս, որը նախատեսված է հունվարի 24-ին, իրենք Երևանում արդեն կցուցադրեն ամբողջական համարները։ Հավելենք նաև, որ ավիացիոն խումբը կազմավորվել է 1991 թվականին։ Նրանց յուրահատկությունն այն է, որ աշխարհի միակ խումբն է, որը բարձրակարգ թռիչքներ է իրագործում ծանր կործանիչ ինքնաթիռներով։ Շարունակում ենք թողարկումը։ Օրերս մեր նկարահանող խմբերից մեկը եղել է 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում, ինչպես նաև մարտական դիրքերում, ծանոթանալով թե նորակոչիկների, թե դիրքապահների ծառայողական առօրյային։ Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված երիտասարդներին զորամասի բակում դիմավորեցին նվագախմբի հնչյունների ներքո։ Հրամկազմի ներկայացուցիչներն անձամբ ողջունեցին եւ բարի գալուստ մաղթեցին մեր երկրի նորօրյա պաշտպաններին։ Շատ շուտով նրանք էլ կստանձնեն հայրենիքի պաշտպանության սուրբ գործը, անձնվիրաբար եւ անմնացորդ ծառայելու երթում կտան։ Նորակոչիկներին զորամասի անձնակազմին ներկայացնելուց հետո նրանց ուղեկցեցին ճաշելու, ապա հանգստանալու, ինչպես կարգն է պահանջում։ Օրվա կարգացուցակի համաձայն այդ ընթացքում զորամասի լսարաններից մեկում դասապրոցես էր։
Արդեն մի քանի օր ծառայող երիտասարդները ծանոթանում են իրենց իրավունքներին, պարտականություններին, սովորում զինվորական երդման տեքստը, զորամասի հերթապահի, օրապահի պարտականությունները։ Որոշակի ընդմիջումից հետո էլ այլ դասաժամ էր։ Նորակոչիկներին ուսուցանվում էր ըստ ժամանակային նորմացույցի զենքի քանդման հավաքման կարգը։ Ուշագրավ էր հատկապես այն, որ տղաներից մի քանիսը կարճ ժամանակահատվածում արդեն իսկ յուրացրել էին, թե ինչպես պետք է արագ եւ հմտորեն քանդել ու հավաքել զենքը։ Մեզ հետ ունեցած զրույցում նրանք վստահեցրին, որ լուրջ են վերաբերում ծառայությանը եւ աստիճանաբար հաղթահարում են զինվորական կյանքին ինտեգրվելու հոգեբանական բարդույթները։ Սկզբից ճիշտ ասած օրերն էինք հաշվում, բայց հետո հասկացանք, որ դա պետք չի։ Պետք է առանց դրա մասին մտածելու շարունակել ծառայությունը, ու մինչև հիմա շատ լավ է եղել ու հաստատ համոզված եմ, որ շատ լավ էլ ընթանալու է ծառայությունը։ Մի ամիս է այստեղ եմ, ծառայական կյանքին հարմարվել եմ արդեն ու սկսել եմ ծառայել իմ հայրենիքի համար։ Տղաները նաև փաստեցին, որ պատրաստ են մեծ հաճույքով սովորել այն ամենը, ինչ կարող են։ Ինչու՞ չէ նաև իրենց մասնագիտական գիտելիքներով օգտակար լինեն զինված ուժերին։ Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի հետ բարձրացանք նաև մարտական դիրքեր, որտեղ պետական սահմանի վտանգավոր հատվածներից մեկի պահպանությունն են իրականացնում պարտադիր ժամկետային եւ պայմանագրային զինծառայողները։ Մեր այցն էլ առաջնագից համընկավ մարտական հերթափոխի հետ։ Քանի դեռ հերթապահությունը հանձնող անձնակազմը հրամկազմին զեկուցում էր սահմանագծում տիրող իրավիճակի մասին, հերթափոխը նոր ստանձնող զինծառայողներին եւս մեկ անգամ զգոնության կոչ ու խորհուրդներ էր տալիս Վաշտի հրամանատարը, մերթընդմերթ հիշեցնելով, որ դիմացի բարձունքներում ընդամենը մի քանի 100 մետր հեռավորության վրա հակառակորդն է, որը բազմիցս խախտել եւ այսօր էլ պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, կրակոցներ արձակելով մեր սահմանների ուղղությամբ։ Ուստի մշտապես պետք է կազմուպատրաստ լինել, համարժեք պատասխան տալու հակառակորդի սադրիչ գործողություններին։ Տոնական օրերին հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ չեն գրանցվել, չնայած դրան մեր զինվորները ավելի պատրաստ, ավելի աչալրջորեն տանում են իրենց ծառայությունը։ Ընդհանուր դրությունը մարտական հենակետերում լավ է, մարտական հենակետերը ամուր մեր զինվորները չնայած եղանակի անբարենպաստ պայմաններում պատվով տանում են իրենց ծառայությունը։ Անվտանգության կանոնների պահպանման, զենքի լիցքավորման, լիցքաթափման եւ առհասարակ դիրքային ծառայության բոլոր մանրամասների մասին անհրաժեշտ ցուցումները ստանալուց հետո տղաներն արդեն պատրաստ էին ստանձնելու սահմանագծի իրենց վստահված հատվածի պահպանությունը։ Ես ազգությամբ եզդի եմ ու ծառայում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ու շատ ուրախ եմ ծառայելու համար, Հայաստանը իմ հայրենիքն է ու ծառայությունը տանում եմ հիմա էլ մարտական հենակետերում, ամեն ինչ նորմալ, ամեն ինչ շատ լավ է։ Առաջին անգամ եմ գտնում առաջնագծում, պետք է ուշադիր լինես ամեն քայլին, ամեն ձայնին, դիտարկելով բոլոր անկյունները, բոլոր դիտարկվող տեղերը, թշնամու դիտակետները, խրամատները։ Անշուշտ, արդեն մարտական դիրքերում յուրաքանչյուր զինվոր քաջ գիտակցում է իր առջև դրված խնդրի կարևորությունը, այն է անառիկ պահել պետական սահմանը։ Չէ որ սահմանագծի պահպանությունը բարդ ու պատասխանատու գործ է եւ պետք է ամեն վայրկյան աչալուրջ լինել, քանզի յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է ճակատագրական լինել։ Եվ տա Աստված, որ զինծառայողների այս խումբն էլ նախորդների նման մարտական դիրքերում խաղաղ ու անվտանգ անցկացնի հերթապահության 2 շաբաթները եւ երբեք կրակ բացելու առիթ չունենա։ Հանրապետությունում շարունակվող 2013 թվականի երկրորդ զորակոչի շրջանակում ազգային բանակը համալրվում է հայրենիքի նորօրյա պաշտպաններով։ Եվ ահա հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում նորակոչիկները ներգրաված են երիտասարդ մարտիկի դասընթացներում։ Զինուշ հեռուստածրագրի նկարահանումների օրը զորամասը համալրած նորակոչիկները տեսական եւ գործնական դասընթացներ էին անցկացնում, պատրաստվելով զինվորական երթման արարողությանը։
Երիտասարդ մարտիկի ծրագրի մեջ ներառված են մոտոհարաձգային ստորաբաժանումների համար նախատեսված առարկաները՝ կրակային պատրաստություն, մարտավարություն, զինվորական կանոնադրություն, հասարակական պետական պատրաստություն եւ այլն։ Դասընթացներն անցկացվում են Վաշտի հրամանատար մայոր Գևորգ Փլավչյանի եւ դասակի հրամանատար կապիտան Հովանես Պետրոսյանի գլխավորությամբ։ Անշուշտ, հրամկազմը հատկապես կարևորում է երիտասարդ շարքայինների պատշաճ ունակությունների եւ կարողությունների զարգացումը կրակային պատրաստությունից։ Տղաները Զորամասի հրաձգարանում արդեն մի քանի անգամ կրակել էին ինքնաձիգից, իսկ հերթական հրաձգությանը չխանգարեցին նույնիսկ նախորդին տեղացած առածյունը եւ հետզհետե սաստկացող քամին, որն այնուհետև բուքի վերածվեց։ Զորամասում երիտասարդ մարտիկի ծրագրից չեն շեղվում, քանի որ մեր մոտոհարաձիգները պետք է ունակ լինեն կատարելու իրենց առաջադրված բոլոր խնդիրները, անկախ անբարենպաստ բնակլիմայական պայմաններից։ Վարժվածության պատշաճ աստիճանը ենթադրում է նաև բոլոր տեսակի արգելքների ու խոչընդոտների, այդ թվում նաև եղանակի կտրուկ փոփոխությունների հաղթահարում։ Տղաները կոփվում են, ավելի վստահ կատարում կրակային պատրաստության վարժությունները, ամրանում է նաև նրանց հոգեբանական պատրաստությունը։ Այսպիսի պայմաններում գործնական դասընթացների կազմակերպումը ու անցկացումը նպաստում են առողջ, բարոյահոգեբանական մթնոլորտի, զինվորական համերաշխ ընտանիքի ձևավորմանը։ Դասընթացը շարունակվում էր, իսկ մենք այդ միջոցին տարաբնույթ իրենց հուզող թեմաների շուրջ զրուցեցինք տղաների հետ։ Արդեն մեկ ամսից ավել է ծառայում ենք հայոց բանակում, մենք արդեն մեզ զգում ենք որպես լիարժեք զինվոր, համարվել ենք արդեն ծառայությանը, սպայական ազնագազմը շատ լավն է, իսկ զինվորների միջև մեր միջանձնային հարաբերությունները նորմալ, ձեռք են բերել լավ ընկերներ։ Այժմ պատրաստում ենք զինվորական երթման արարողությանը, որը տեղի ունենալու սահմանամերձ Վահան գյուղում, որտեղ կռվի տարիներին շատ հերոսներ են զոհվել, եւ մենք այժմ պարտավորված ենք զգում շարունակել մեր հերոսների գործը։ Զորամասի անձնակազմը իր ծառայողական պարտականությունները իրականացնում է բարձր լեռնային սահմանամերձ գոտում։ Այստեղ զինվորական կյանքի առաջին քայլերը նոր կանոնակարգված առօրյային ընտելանալը եւ առաջընթաց ապահովելը մեծապես պայմանավորված են բանիմաց կրտսեր հրամկազմի արկայությամբ։ Եկել եմ ուսումնական Զորամասից, նշանակվել եմ համավագում արտակի ջոկի հրամանատար, ունեմ իմ ենթական անձնակազմը, փորձում ենք անձնակազմի հետ անել այն ամենը հրամկազմի հետ, որպեսզի նրանք պատրաստվեն ամենայն լավ ձևով թե երթման արարողությանը, թե հետագա իրենց ծառայությանը։ Շնորհակալ եմ հրամանատարական անձնակազմին, որովհետև նրանք շնորհել են ինձ հնարավորություն աշխատելու զինվորների հետ, նորակոչիկների հետ։ Զինվորական երթման արարողությանը կհաջորդի նոր ուսումնական փուլի մեկնարկը։ Տեսական եւ գործնական դասընթացները ավելի ինտենսիվ բնույթ կկրեն։ Այստեղ հրաձգարանում, նաև զինված ուժերի վարժադաշտերում եւ զորավարժարաններում տղաները կմասնակցեն տարբեր զորավարժությունների, դասակի, վաշտի, գումարտակի գնդի կազմով։ Զինվորական կյանքի սկիզբը դրված է, մնում է միայն ամենօրյա ջանքերի շնորհիվ ապահովել այդ կյանքի արդյունավետ շարունակությունը։ Ինչպես հանրապետության մյուս բուհերում, այնպես էլ Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում մեկնարկել է կիսամյակային քննաշրջանը։ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտական առօրյայի ուշագրավ դրվագներն է ներկայացնում իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը։ Անկախ նրանից, թե ինչ բուհ ենք ավարտում, ինչ մասնագետի որակավորում ենք ստանում, մեզնից յուրաքանչյուրն իր գիտելիքներով, մասնագիտական գործունեության ընթացքում ցուցաբերած իր հաջողություններով կամա թե ակամա նպաստում է մեր երկրի այս կամ այն ոլորտի զարգացմանը։ Սակայն քաղաքացիական կյանքով ապրող մարդու համար փոքրինչ դժվար է պատկերացնել եւ ապրել այն զգացողությունները, ինչ զգում է ռազմական ինստիտուտ ավարտած ու նոր լեյտենանտի ուսադիրներ ստացած երիտասարդ սպան։ Մինչ մենք երազում ենք հարմարավետ ու կահավորված գրասենյակում աշխատելու, նրանք սրտի թրթիռով սպասում են խրամուղում քայլելու ու մարտական հերթապահություն իրականացնելու մասին։ Անխոս տարբեր են քաղաքացիական ու զինվորական կյանքի հաճույքն ու բերկրանքը, ու թերևս առաջին հայացքից դժվար է պատկերացնել, թե զինվորականի համար զորավարժարանում, առաջնագծում ինչը կարող է գայթակղիչ լինել։ Նրանց կարիերան սկսվում է խրամատներից, ուղեկցվում անկանխատեսելի եղանակային պայմաններում իրականացվող մարտական հերթապահությամբ։ Նրանք խոշոր հաշվով մահվանը դեմ հանդիման կանգնած պաշտպանում են մեզ բոլորիս։ Ահա այս ամենը անշուշտ գիտակցելով, այնուամենայնիվ ինչն է երիտասարդին դրդում զինվորական մասնագիտություն ընտրելուն։ Մասնագիտությունս ընտրել եմ ելնելով նրանից, որ ես մանկուց եմ ուզել դառնալ հայրենիքի պաշտպան, ու քանի որ ընդունվել եմ ռազմական ինստիտուտ, որոշել եմ ավելի խորացնել մասնագիտությունս, այսինքն բուն մտնեմ իմ մասնագիտության մեջ։ Զինվորականի համար 3 կարևոր սկզբունքները կարծում եմ, որ պետք է լինեն նախ
նախ սերը իր հայրենիքի նկատմամբ եւ հետո նպատակաուղղվածությունը, նաեւ դառը հիշողությունները մեր ազգի հետ կապված։ Մուշեղ Մամիկոնյան սպարապետն էր երազում իսեր հայրենիքի ընկնել մարտի դաշտում։ Դա էր մահվան ամենապատվաբեր ուղին հայ տղամարդու համար։ Գուցե այսպես հայրենիաց պաշտպանության գործը սերնդեսերունդ փոխանցվելով որդոց որդի հասել է նոր մուշեղներին։ Մի քանի ամսից մուշեղը կհամարժի մեր բանակի երիտասարդ սպայակազմի շարքերը։ Մեծ ցանկություն ունեմ ծառայությունը սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որովհետև ես հիմա արդեն տեսնելով տարբեր զորամասերում, տարբեր վայրերում ծառայությունների ոճը, ինձ ավելի շատ դուր է գալիս այն ծառայությունը, որ դու հակառակորդի դիմաց կանգնած ես ու լուրջ ծառայություն։ Ես հիմա կոնկրետ ծառայություն դա եմ ընդունում։ Իսկ մինչ զինվորական մասնագիտական գործունեություն ծավալելն անհրաժեշտ է լավ սերտել տեսական գիտելիքները, գործնականապես պատրաստվել։ Եվ ահա կիսամյակային ստուգարքների ու քննությունների միջոցով մեր կուրսանտները ստուգում են իրենց գիտելիքները։ Առաջիկայում բացերն ու թերությունները շտկելու պատրաստակամությամբ։ Չէ որ արդեն զորքերի կազմում նրանք սխալվելու իրավունք չունեն։ Չէ որ մի ողջ ժողովրդի առաջ նրանք երդվել են ծառայել հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Ընդհանուր առմամբ քննությունների և ստուգարքների արդյունքներից գոհ ենք, բայց հիմնական իրենց գիտելիքները պետք է խորացված արդեն զորքերում հասցնեն այն մակարդակի, որը իրենց պետք է որպես հրամանատար դառնան։ Եվ ահա բարձր պատասխանատվության զգացումն է, որ ուսումնառության ողջ ընթացքում ուղեկցում է մեր կուրսանտներին։ Մի քանի ամսից նրանք արդեն զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները համալրելով գործնական պայմաններում իրենց 4 տարիների ընթացքում ձեռք բերած մարտավարամասնագիտական գիտելիքները դրսևորելու հնարավորություն կունենան, միաժամանակ ապահովելով մեր երկրի խաղաղությունը։ Հունվարի 15-ից 16-ը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ զինված ուժերի իրավաբանների հավաք։ Հավաքի ընթացքում մասնակիցներն ամփոփել են 2013 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։ Հավաքին մասնակցում էին զինված ուժերի գլխավոր շտաբի իրավաբանական բաժանմունքների պետերը, ռազմաուսումնական հաստատությունների եւ բանակային զորամասերում ավագ սպա իրավաբանները, ինչպես նաեւ զորամասերի հրամանատարների, սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպաները։ Հավաքի բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ով կարևորելով իրավաբանների դերն ու նշանակությունը ազգային բանակում, հույս հայտնեց, որ նմանօրինակ հավաքները դրական ազդեցություն կունենան իրենց հետագա աշխատանքների վրա։ Ողջույնի խոսքով եւ 2013 թվականին կատարած աշխատանքների ընդհանուր ամփոփմամբ էլ ելույթ ունեցավ Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը, ով ուրվագծեց նաեւ 2014 թվականին կատարելիք աշխատանքները։ Այնուհետև սպա իրավաբաններն իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանին եւ իրավական ապահովման բաժնի պետ գնդապետ Արտակ Վարդանյանին ներկայացրին իրենց տարեկան հաշվետվությունները։ Մատնանշվեցին կատարված աշխատանքները, հաջողությունները եւ բացթողումները, ինչից հետո տրվեցին լրացուցիչ հանձնարարականներ առկա թերությունները կարճ ժամանակահատվածում շտկելու նպատակով։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Բանակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաև Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։